Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը առաջ, Արամ Մանուկյանի տունը հետո։ Երևանի ավագանու ՔՊԱ-ական անդամ Վազգեն Մանուկյանն էր այս գրությամբ մի նկար հրապարակել Facebook-ի իր էջում, հպարտությամբ, որ Երևանի քաղաքապետարանը լվացել, մաքրել է այս շենքը։ Իսկ ուր կորան Արամ Մանուկյանի տան պատին նկարված 44-օրյա պատերազմում զոհված Վահե Ադյանի եւ Արամայից Թադևոսյանի դիմանկարները։ Քաղաքապետարանն այնպես է մաքրել պատերը, որ տղաների նկարներից հետ քանգամ չի մնացել։ Չէ, ինչի համար են զոհվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ են զոհվել երկու։ Իշտո։ Եվ ձեր կարծիքը, որ այդ նկարները կար այդ թվերից մաքրել է քաղաքապետարանը։ Ճիշտ է արել։ Ճիշտ է արել։ Շատ ճիշտ է արել։ Ինչի՞։ Ամեն մի զոհված նկարները չեն շախտալու Հայաստանով մեկ։ Թող մեզ ներեն մեր զոհված տղաները, բայց այդքան էլ ճիշտ չէ, այդքան նկարելը այդ մեր զոհված տղաների նկարները պատերին։ Կարծում եմ, ես իմ մի քիչ ծանր է թվում էլի ժողովրդի համար, այդ 44-օրյա պատերազմը շատ ծանր է նստել մեր վրա։ Ես կարծում եմ, եթե զոհվել են եւ նկարը կային այստեղ, պետք է մնար։ Իմ կարծիքով, երբ որ մեկը մահանում զոհվում է ազգի համար, պետք է իրան պատվեն։ Հիմա ամեն մարդ տարբեր է պատվով, եթե շենքի վրա նկարը տարել, թող մնար։ Ես շատ եմ ցավում, իմ երեխեքն են ծառայել Ղարաբաղում, տղայիս էլ հազիվ եմ փրկել։ Ոտքով կես Ղարաբաղն եմ անցել, բայց ոնց ասեմ, մեր երեխեքն են։ Իմնա ձերնա կամ ումնա մեր երեխեքն են, դա պետք է հիշել։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը մեզ հայտնել է, որ Երևանի կենտրոնում գտնվող ևս 6 պատմամշակութային շենքեր են մաքրվելու մոտ ապագայում։ Ըստ պարզաբանման, քաղաքապետարանը խորը հարգանքով է վերաբերվում զոհված տղաների հիշատակին, բայց հորդորում է Արամ Մանուկյանի տան ու նմանատիպ շենքերի վրա որևէ նշան կամ խորհրդանիշ տեղադրելուց առաջ ստանալ թույլտվություն։ 44-օրյա պատերազմում զոհված Վահե Ադյանի մայրը մեզ հետ զրույցում հուզվում է, երբ իմանում է, որ որդու դիմանկարն է ինչ-որ մեկը պատկերած եղել Արամ Մանուկյանի տան պատին։ Չի հասկանում, ինչու են մաքրություն անելու անվան տակ որդու դիմանկարն էլ ջնջել։ Հայկական տուֆը հարգելու կոչ Փաշինյանն էր արել վերջերս։ Նա անգամ պատրաստվում է Արթիկում տուֆի արձան կառուցել։ Հայաստանի վարչապետը չի ուզում պատերին տեսնել մեր հերոսների նկարները։ Չէի զարմանա, Նիկոլից ավել բան չի էլ սպասի։ Նիկոլին ինչ պետք է անի։ Դեպի վերացնեն, չէ։ Ուղղակի կուզենայի Նիկոլն իրականում լսեն, որ Գյումրու քաղաքապետարանի նարդվանների վրա նստած ճենջոտ կեղտուր մի հատ հիշեն իրանց էլի։ Լավ չեն արել։ Ում էր խանգարում։ Պետքա մնար։ Հոգ եմ սուդիա ռուսերեն ասած, ինչ ասեմ։ Արեք ես գնահատական չտամ, ես տես բան չի եմ։ Հաստատ չեմ ողջունում, էլի։ Վայրագություն բառից բունի մաստավ։ Ինչ կարող եմ ասել, շատ ցավալի է։ Իրոքի շատ ցավալի է։ Օ շատ ծանր է, ինձ խոսել է իմ տղան այս պահին բանակում, ես շատ կհուզվեմ, էլի։ Իմ կարծիքով հերոսներին պետքա ավելի անեն նենց, որ ավելի արտահայտվեն, որ նրանք եղել են ու կան կլինեն։ Ոչ թե վերցնեն ու որտեղ հասնի, ոնց հասնի մաքրեն։ Գեղանկարիչ Արման Մաթևոսյանը պատերազմական գրաֆիտիների հեղինակ է։ Ասում է, իրեն զոհված զինծառայողների հարազատներն են խնդրում շենքերի պատերին նկարել։ Առաջ նկարելուց շատ սպառված վերադարձա իմ արվեստանոցը, որոշի, որ էլ ընդհանրապես պետք է չնկարեմ այս թեմատիկայով, սակայն այնքան զանգեր կարող եք մեր հերոսին էլ նկարել, ինչու չեք նկարում մեր հերոսներին, հասկացա, որ որոշակի առումով իրենց համար շատ կարևոր է, որովհետև ոնց որ հիշեն իրենց հերոսին։ Շատ երեխաներ սկսում են ճանաչել հերոսներին, երբ տեսնում են նրանց նկարները շենքերի պատերին, նկատում է գեղանկարիչ Արմանը։ Ես դու կամ մեկ ուրիշը հիմա որ ապրում ենք, մենք լսել ենք, գիտենք իրենց կատարածների մասին, բայց արդյոք մեզանից հետո եկածները կիմանան, իսկ այդ մուրալները, որմնանկարները կօգնեն, որ իրենց մասին շատ խոսվի, որպես հերոսի։ Ինքը աշխատում է բարձրահարկ շենքերին նկարել, որ չարագործների ձեռքը չհասնի հերոսներին։ Հիմա չգիտի, ինչ անել նկարները քաղաքապետարանից պաշտպանելու համար։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Աբրեսյան, Հայլուրի համար։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։